Խաչատրյան նախ այսօրվա հանրահավաքի մասին այն իրաջակցություն քաղբանտարկյալների, Սամվել Կարապետյանի և կալանավորված հոգևորականների և մյուսների, ինչպիսին են սպասելիքները։ Ճիշտ ասած, մենք եկել ենք մեր թիմով, ընկերներով, եկել ենք մեր զորակցությունը հայտնելու բոլոր քաղբանտարկյալներին և սրբազաններին և Սամվել Կարապետյանին և այն մարդկանց, ովքեր ամեն օր կարծես թե քաղբանտարկյալների թիվը Հայաստանում մեծանում է, պետք է փորձենք ինչ-որ ճնշման, հանրային ճնշման միջոցով վերջ տալ այս տոտալ բռնաճնշումներին, որովհետև սա էլ ավելի է խորացնում հասարակության մեջ սևերի, սպիտակների, չգիտեմ, լավերի, վատերի այս տարանջատումը, կարծում եմ այս ամեն ինչի դեմն առնելը միայն հասարակական լայն կոնսոլիդացիան կարող է փրկել։ Կարծում եք հանրային ճնշումը բավարար է կամ համարժեք է այն իրավիճակին, որն այսօր կա։ Ոչ, համարժեք չէ, որովհետև պետք է մեծացնել, եթե ունենք այս պահին սա, եթե ամեն օր փորձենք հանրային ճնշումը մեծացնել, լայն զանգվածների ներգրավենք, բնականաբար իր արդյունքը տալու է։ Չեք կարծում, որ ուղղակի հանրությունը հոգնել է արդեն ու այդ հանրային ճնշումը չի մեծանալու։ Ճիշտ ասած չեմ կարծում եմ նաև կազմակերպական ձևերի որոշակի փոփոխություն, նոր ասելիք է պետք, իսկ նոր ասելիքի դեպքում կարծում եմ հաջողություն լինելու է։ Իսկ այստեղ մեր ձևով ունի այդ նոր ասելիքը։ Կներեք չլսեցի։ Կոնկրետ մեր ձևով ունի այդ ասելիքը կամ ունի այդ նոր ասելիքը։ Դե մեր ձևով դեռևս այսպես ասած process-ի մեջ է, ժամանակի ընթացքում դա կտեսնենք, կարծում եմ այս process-ները, որ սկսել են, ամեն ինչ հաշվարկված է եւ իրենք ունենալու են իրենց ասելիքը։ Խաչատրյան, քաղաքի տարբեր մասերում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված ազգային ժողովի դիմաց Մատենադարանի մոտակայքում, ինչպես նաև Ազատության հրապարակում մինչև հանրահավաք սկսելը։ Ինչ եք կարծում։ Տարիներ շարունակ հանրահավաքների ժամանակ այս ամեն ինչին ականատես ենք եղել, դա նոր բան չի, դա նորություն չի, սա խոսում է իշխանությունների վախերի մասին, բավականին մեծ վախերի, դրա համար փորձում են ոստիկանության իրավապահ համակարգի միջոցով փորձել ճնշել հանրահավաքները, հասարակության բողոքները, մենք դա տարիներ շարունակ տեսել ենք, այնպես որ դրանով չեն կարող վախեցնել։ Խաչատրյան, ինչ եք կարծում, հոգևորականների դեմ գրողը Էջմիածին եւ կաթողիկոսին կհասնի։ Ճիշտ ասած, մամուլով, որ հետևում ենք, կարծես թե ամեն ինչ տանում է դրան, բայց իմ կարծիքով չի կարող հասնել։ Տեսեք, մենք բոլորս դեմ ենք ցանկացած քայլ դեպի հայ առաքելական եկեղեցին մեծ հակազդեցության է արժանանելու հասարակության կողմից, դրանում ես վստահ եմ։ Խաչատրյան, ընտրություններում համար 1-ն եք, կկարողանաք մինչև վերջ պահել այդ տիտղոսը։ Իհարկե, այսօր առավոտյան վիճակագրության արդյունքում եղանք համար 1, քվեաթերթիկ համար 1-ն ենք, բնականաբար այս սիմվոլիկան էլ պահելով գնալու ենք եւ հաղթենք, գնենք, ինչպես նախկինում նշել եմ, գնում ենք բացարձակ հաղթանակի ընտրություններին։ Շնորհակալություն։